կասկածելի է, չէ։ Ինչպիսի կեղծիքների մեքենային անում։ Երբ որ փորձագետին, եթե կորսված գարուն նայել եք, ես հարցնում եմ, տղա ջան, դու վերջը դատվելու ես, այս ինչեր ես գրել։ Կոշիկների մեջ ստիպված բռնում են RGD-ի դետոնատորի բեկորները դնում են, այլ չէին իմանում ոնց նկարագրեն, որտեղ հետո են դրել։ Դրանք փաստեր են։ Դա կազմակերպված բնույթ է գրել, այս ամբողջը, եւ այդ կազմակերպված բնույթը, ինչպես նշեց պարոն Իգարյանը, դետալային չի, խմբակային է եղել։ Զեկույցներից մեկը շատ կարևոր։ Այստեղ հարց հնչեց համազգեստների մասին։ Հայտնի ցանկը, ցուցակը, այնպես չի որ ցուցակը հենց այնպես հայտնվել է փաստավակ խմբում, կոնկրետ իմ ձեռքում է ցուցակը, պարզա որ եկել է բանակից, որտեղ իրային պահեստում էլի ազնիվ մարդիկ կային։ Բայց ես չէի խմբում ասում, թե ուր եմ առաջարկում գնանք իրային պահեստ եւ ինչ եմ այնտեղ տեսնելու։ Բոլորը տեղը չէին իմանում, բայց քանի որ չէին կարող մերժեին, մենք մեքենայով գնացինք իրային պահեստ, որպեսզի ժուրնալը բացվի եւ ես ասեմ այ այստեղից է դուրս եկել այն համազգեստները, որը բաժանվել են խմբերին, ապօրինի զինված խմբերին։ Զենքը հետո հայտնաբերվեց Արտաշատում։ Ես չգիտեմ այդ փաստերը այդ 600 հատորների մեջ կան թե չկան։ Սրանք լուրջ արձանագրումներ են, որոնք գտնվում են փաստավակ խմբի արխիվում։ Ընդ որում արխիվը 2 ֆլեշկաների վրա էր, 1 տերաբայթանոց։ Մեկում, երբ որ փաստավակ խումբը հարցեր էր տալիս հրավիրյալներին, նրանց գլուխի չէր երևում, միայն դաստակվի գլուխներով։ Եվ մյուսը, որ ազգային անվտանգությունը իր համապատասխան կառույցների միջով մեզ էր ձայնագրում։ Երկուսն էլ պարոն Վանեսյանի սեղանին եղել են։ Ես չգիտեմ, հիմա շնորհակալություն եմ հայտնում Սասուն Խաչատրյանին, որտեղ Սասուն Խաչատրյանը մեր առաջի հանդիպումը մի քիչ բարձ ստացվեց, բայց հետո մեր համագործակցությունը շատ էֆեկտիվ էր։ Երկու բաներն էլ ինֆորմացիաները գտնում էր իր մոտ եւ իրանք մեծ ծավալի աշխատանք են տալիս։ Ես համոզված եմ, որ այդ ծավալի աշխատանքը ունի շարունակություն։ Ես հիմա բան չեմ անում, բայց կուզեի, որպեսզի մենք արձանագրենք 301 հոդվածը։ Այդ հոդվածը միշտ կար, Դավիթ Հարությունյանը ոնց մտցրել էր, փառք ու պատիվ իրեն նույն ձև էլ հանեց։ Հանեց այն ժամանակ, երբ որ Ռոբերտ Քոչյանը մեղադրվում էր արդեն իշխանության յուրացման հարցում, Սամարկand կարգի խափանման միջոցով։ Հետո մենք 3 ճիշտ եք ասում, դատավոր ենք ընտրել, կարծեմ Սամարկand դատարանի։ Միաձայն անցրել Հրար Թոմասյան, ապրենք, հրաշք։ Հիմա աշխարհի շատ երկրներում այդ հոդվածը գոյություն ունի, որտեղ այդ հանցագործությունը կա։ Հիմա մենք հանեցինք, որպեսզի Ռոբերտ Քոչյանին դուրս գա եւ դուրս եկավ։ Հիմա միեդը մեզ տվեց հնարավորություն ասելու, որ մարտի 1-ը բացահայտված է, միարժեք։ Բացահայտված է իմ համար, որպես փաստավակ խմբի անդամ եւ շատ ակտիվ, մարտի 1-ը բացահայտված է եւ մեր ժողովրդի համար, մարտի 1-ը բացահայտված է եղել լիարժեք, դա կասկած չկա։ Գիտեմ, որից հետո էր, բայց ինչքան մարդու իրեն քննիչների, ուժային կառույցների, հիմա Աֆյանին ենք դատում, շատ լավ։ Ժամը 6-ից հետո Աֆյանը եղել, Աֆյանին ասել են դու գնանք ում, դու բան չես հասկանում։ Բայց դեպքում կառավարության շտաբը ինչ արել։ Տիգրան Թորոսյանը այստեղից ծծվում էր։ Ավտոմобիլները հանում են, ավտոների հետևից կրակում են, հետո մի հատ այլ տղա ջան, ով է քեզ ասել կրակել են։ Վերջի ոչ մի փաստ չգտնվեց, որ ավտոմատ հանել են ցուցաներ եւ կրակել են։ Նռնակը այդպես էլ չհայտնաբերվեց այդ ցուցարը չի հայտնաբերվել։ Մի հատ հետո ինչ որ մի հատ ծուռ ավտոմատ են գտել, ասել են էդի ոնց որ թե ցուցարի մոտ էր, բայց Խաչատրյանի բանը մեքենան դիմակահար կրակոց է ստացել։ Իրանք գտել են հետո այդ կողքը դիմակահար կրակոցը Չերեմուխայի պարզ գիտեն ով էր։ Այդ մարդը հիմա վաղեմության ժամկետով բոլոր ազատ են։ Չերեմուխա կարող են կիրառեն կոնկրետ խմբեր, կոնկրետ հրամանատարի գլխավորությամբ։ Հիմա դուք միանգամից երբ որ Քլոյանը կարդացել էր մեր այդ զեկույցը հատուկ միջոցների, միանգամից հասկացել էր իր տղային ով կարող խփացել էր։ Ճիշտ եմ հիշում։ Միանգամից, դա պարզ էր, բայց քննությամբ կարելի էր դա հասնել։ Հիմա նա էլ իդենտիֆիկացվում է այդ կրակոցը, չի իդենտիֆիկացվում։ Եգորյան նշեց մի իրավական լուծում։ Մենք կգնանք այդ ճանապարհով։ Չէ, եթե մենք գնանք այս դետալներով, մարտի 1-ի բացահայտումը, ինչքան էլ մի է դասի որ բացահայտված է, որտեղ կառավարման շղթայի մեջ պետք է գտնել։ Ինքը մնալու է այդպես էլ բան են գալու, հետո բան է լինելու, այսպես գնալու ենք։ Առանձին դրվագներ է լինելու։ Այդ դրվագներով ինչ մեղադրանք կլինի, չգիտեմ, բայց եկեք գնանք ավելի պարզ ճանապարհով։ Միեդը տվել է մեզ այդ հնարավորությունը։ Եկեք 300.1-ը կարող է հիմա բարդ իրավական մեխանիզմներով, չգիտեմ, մենք կմոտենանք այդ հոդվածին ունենալու, բայց դրա փոխարեն կա մեկ այլ հոդված,
որը մեզ տալիս է հնարավորություն բանանելու, կամ Տիգրան Աբգարյանի սպանությունը, ջայլ տղա ներքին զորքերի։ Ես ասում դիպուկարը հայտնվեց այն ժամանակ, երբ որ չէր բացատրվում, ով խփեց Տիգրան Աբգարյանին, շարքը կանգնած է Լեո փողոցում։ Դա խփեցին, մեկ էլ շերիֆը նկարագրում է, որ իրան զեկուցեցին, տեսան դիպուկահարին, կրակեց, հետո սողալով գնաց։ Հիմնավոր չի, ծիծաղելի է։ Եվ ես ամբողջը ունեցել է իր ղեկավարները, ճարտարապետները, հանրապետության նախագահի գլխավորությամբ, 3 շտաբները, առավոտյան Ազատության հրապարակը, մեռանք ասելով ժամը 6:35 ասկսե, ասում են, չէ, դուք ձեր ժամացը սխալ աշխատել, ժամը 7-ին է։ Ինչա որ քրեական օրենսգրքում գրված է, որ քննչական գործողությունները պետք է լինի ժամը 7-ին։ Կազմակերպված էր, չէ՞։ Ակնհայտը ասում են, չէ, չի եղել։ Թամամյան հովիկը ուրեմն զենքեր էր գտնում, չգիտեմ ինչ որ շպրտած զենքեր, բայց այդպես էլ այդ կտրող, ծակող, փայտերը, գործիքները, քարերը, ով դրեց, ինչ արեց, մեղադրյալ կա թե չկա, չգիտեմ։ Բայց քաղբանտարկյալներ 100-ից ավել, մեր ինքերները։ Մեկից պայծառ տղաներ, որոնք կանգնել էին մեր երկիրը առողջացնելու ճանապարհին։ Բոլորը մի համախմբվել էին։ Բոլորին տարան մեկուսարան, բայց մեկուսարանը առողջացավ, ասեմ ձեզ։ Բառից բուն իմաստով, իհարկե մենք կորուստներ ունեցանք, հետագայում առողջության լուրջ կորուստ ունեցան մեր ընկերները, Մյասնիկը Մալխասյան, եւ այդպես։ Շատերը նաև կյանքը կորցրեցին։ Հիմա գալիս ենք, արդարություն ենք փնտրում, արդարությունն էլ է մեր ձեռքին։ Հարգելի գործընկերներ, մի դե տվել է այդ հնարավորությունը։ Տվել է եկեք օգտվենք եւ ակնկալում եմ, որ այսքան տարիներից հետո այդ հնարավորության իրավական ձևակերպումները պետք է գտնենք թե պարլամենտի, թե արտադրության նախարարության, թե ուրեմն գլխավոր դատախազության, թե քննչական մարմինների, որոնց աշխատանք երկու ղեկավարները շատ բարձր են գնահատում։ Հատկապես երբ որ ազգային անվտանգությունը Պողոսյանը ղեկավարում էր, այնտեղ իրենց փոքր խմբով իրանք շատ ավելի նյութական մեր կորուստները հետ բերելու հնարավորություններ են ունենում։ Հատուկ քննչական ծառայությունը, որ դարձավ նաև հակակոռուպցիոն կոմիտե, այսօր էլ այդ հատորները պետքա դարձնեն այնպիսին, որ մենք մեր խնդիրը կարողանանք լուծենք։ Տիգրան Աբգարյանը ասացի, չէ, ամենահրեշավոր բաներ։ Կադրերը դնում ենք, ասում ենք, նայեք, սպան ոստիկանության դիպուկահար հետևից 9 մմ-նոց ատրճանակով կրակում է ցուցարողությամբ։ Մի մարդ ունենք, որ մեջքից մահացու վիրավորում է ստացել։ Բալավ, այդ մի ոստիկանին, բան չէ, լավ այդքան զենք ավտոմատ, այն խեղճ դաստակվենք, թե մի հատ Ուզբեկստանում ծառայություն անցած, ներքին գործերում, զորքերում բաժնիկ պետ էր, ասում էր 060 բանը, ավտոմատները լսեցի, մինչև այդ ավտոմատ չկար, բերեցեցի սենց բաժանեցի, ես հարց եմ տելի, ոնց, քո կյանքում դենց հաճախալ են ու բաժանես, դա ասում չկար հիմա